Բալ, կերաս, ծիրան, սալոր, դեղց, նեկտարին, խաղող։ Այս մրգերն այսօրվանից չեն արտահանվում Ռուսաստան։ Ռոսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։ Սահմանափակումները վերաբերում են նաև այս ապրանքների տարանցմանը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ, մինչև համապատասխան անվտանգության մեխանիզմների մշակումը։ Ենթադրենք, մի ավտոմեքենա բիբար հետ եկավ։ Ինչի համար է, որ մարդ ասի, վայ ես բիբար հետ կապված պրոբլեմ կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ։ Ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ։ Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնենք։ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ այսպես արձագանքեց Ռուսաստանի նոր սահմանափակումներին։ Ներքին շուկայում բանջարեղենի ու մրգերի գները վերջին օրերին նվազել են։ Ամենը էժանացել է, վարունգներն էլ էժանացել։ Նազարվանը մի շաբաթ առաջ 1000 դրամ էր, 800 դրամ էր, մի դարել է 600 դրամ, 500 դրամ։ Այս ստելա վարունգը ռուսական սորտը 300 դրամ։ Ելակը որովհետև արդեն կվերջանա, իսկ գիլազը։ Հա, շատ։ Գիլազը չէ, Կիլոգրամ ինչքան է։ Կես կիլո էլ էլի համարյա։ Օրինակ ինչքան էր կերասը մի քանի օր առաջ ու հիմա ինչքան է։ 2000 էր, հիմա 1000 է։ Ցամաքային չի գնում, բայց սահմանափակում է չստանում։ Ստել լճացում առաջանում, չէ։ Բնականա գինի պետք է իշնի։ Հիմա լոլիկի 1 կիլոգրամն ինչ է։ 600 դրամ աղջիկին։ Օրինակ մեկ շաբաթ առաջ ինչքան էր։ 700 դրամ, 800 դրամ, նայած պամիդոր։ Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որն ուղղված է դեպի Եվրոպական միություն և Մերձավոր Արևելք արտահանմանը։ Գևորգ Պապոյանի խոսքով միայն մի քանի ուղղություններով նախատեսված է միլիոնավոր դոլարների աջակցություն, այդ թվում ծաղկի, լոլիկի և պղպեղի արտահանման համար։ Այն ներառում է տրանսպորտային ծախսերի, մաքսատուրքերի և այլ ծախսերի փոխհատուցում։ Բայց որքանով է սա իրատեսական, հաշվի առնելով եվրոպական բարձր ստանդարտները և հայկական ապրանքների որակը։ Մեր պտուղ բանջարեղենի արտահանելի պտուղ բանջարեղենը ունի Global Gap սերտիֆիկատ, որը ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է, եւ այսինքն դա այն է, ինչ որ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Մենք արտադրում ենք ելակը այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով եւ այն նույն ջերմատներում, որոնք որ Եվրոպայում են։ Հիմնական խնդիրը ոչ թե որակն է, այլ տրանսպորտային և մաքսային բարձր ծախսերը, ընդգծում է Պապոյանը։ Նախարարի խոսքով քննարկվում է Եվրամիությունից ուղիղ ֆինանսական աջակցություն ստանալու հարցը, ինչպես նաև բանակցություններ են ընթանում արտոնյալ մաքսային պայմանների շուրջ։ ATM-ի մասին է խոսքը եւ եվրոպական գործընկերները խոստացել են առաջիկա 10 ամսվա մեջ, որտեղ դա պրոցեսներ է, որը այդքան կարատևի նաև այդ հարցը լուծել։ Պապոյանը պնդում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք ավելի լավ չեն եղել և վստահեցնում է, որ հունիսի 8-ից, այսինքն ընտրություններից հետո, արտահանման խնդիրները կլուծվեն։ Հակառակ Գևորգ Պապոյանի հայտարարությունների Ռոսելխոզնադզորը հաղորդագրության մեջ նշում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իր լիազորությունները։ Հայ վաճառողները սակայն ընդգծում են, եթե ամեն ինչ վատ լիներ, Պուտինը երեկ չէր զանգի Փաշինյանին և շնորհավորեր ծննդյան օրը։ Վաճառողները կդիմանան այդ ժամանակավորին մինչև։ Դե ճարներ ինչա ոչ։ Չէ։ Բաց էր օգուտը։ Այ բալամ դե մի ամեն ինչ օգուտի վրա չի։ Բոլորս է մտածում ենք, որ ասենք երկրի վիճակը ապրես։ Կարևորը դա է, այ բալաջան։ Թո երկիրը խախանդ լինի։ Շոթը մի կե վիոլակ է։ Այսինքն դուք եք մտածում, որ ընտրություններից հետո կկարգավորվի։ Բայարքի։ Վաճառողները նաև նշում են, էժանացումը պայմանավորված է սեզոնային գործոններով։ Նրանց խոսքով զգալիորեն նվազել են լոլիկի և վարունգի գները։ Ամեն տարի շրջանում էժանանում է, նենց չէ, այդ արգելքը ինչ-որ նշանակություն ունի։ Կարող է մի քիչ ազդեցություն ունենա, բայց ընդհանուր չէ։ Եկեք հաշվի առնենք, փակ չի, բաց է ճանապարհը, բայց Ռուսաստանը մեզանից չի ուզում բիբար։ Ինչ են անելու։ Թեև արտահանումը սահմանափակվում է, ապրանքը մնում է ներքին շուկայում և այստեղ է իրացվում, ընդգծում են վաճառողները։ Հիմա էժան ենք իրացնում, թանկ ենք իրացնում, իրացվում է հաստատ, չի թափվում այդ ապրանքը։ Ճիշտը մեր տեղականը մենք ներսում իրացնենք, մնացածն էլ դրսում ինչ կանեն կանեն։ Չի ընդունում, թող չընդունի։ Սովորական բան է։
Պրոստը տարբերություններն է, որ այն ժամանակ այդ մարդիկ ովքեր որ դուրս էին իրացնում, կիլոյի մեջ կարողա 400 դրամ փող առնեն, հիմա 400 չեն առնում, 100 են առնում, ասում են չի իրացվում։ Փաշինյանին եւ Պապոյանին լսել են նրանք, չեն բացառում, որ հայկական գյուղմթերքը կարող է հայտնվել տարբեր, այդ թվում եվրոպական շուկաներում։ Հիմա Հայաստանում այնպես չի որ եգիպտական ինչ-որ բան գալիս է, բայց պաղա գալի որ եգիպտական կարտոշկան Հայաստան է գալիս։ Ստեյք քանակը քչացում է լինում, դրսից գալիս է եգիպտական կարտոշկա ոնց է լինում։ Ռոսել Խոզնաձորը պատճառաբանում է, թե վերջին շրջանում հաճախակի են դարձել հայկական մրգերի մատակարարումների ժամանակ արձանագրվող խախտումները եւ որ արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ եւ Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին։ Սա ԱՏՄ-ից Factor TV-ին փոխանցեցին, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում։ Մինչ այդ Ռոսել Խոզնաձորը նոր սահմանափակումների մասին է հայտնում։ Վաղվանից սերմային մշակաբույսերը, սմբուկը, կարտոֆիլը եւ չրերը Հայաստանից Ռուսաստան չեն ներմուծվի։ Հիշեցնենք, մայիսի 22-ից գործում են ծաղիկների ներմուծման սահմանափակումներ, իսկ մայիսի 30-ից Հայաստանից որոշ բանջարեղենի եւ ելակի ներմուծման արգելք կա։ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբականակները արտահանվել են, բայց թե որ երկրներ չմանրամասնեց։ Տեղ կհասնեն նոր կասեն թե որ երկրներ։ Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի ապրանք չի մնալու, ոչ միայն Եվրամիություն։ Այս ամենի ֆոնին Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցանկացած ճնշման փորձ խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հայտարարել, որ կշարունակի աջակցել Հայաստանին։